Նա անցավ կիլոմետրեր, ձեռքում պարզ նվերով, սրտում հին հույսով։ Բայց երբ հասավ, նրան վերաբերվեցին որպես օտարի, սառը արամարանքով այն մարդկանց, ովքեր երբեք չէին ճանաչել նրա արմատները։ Նա տարիներ շարունակ երազած հանդիպումը վերածվեց լռության, նվաստացման ցավի, որ ոչ մի բառ չէր կարող բուժել։ Վայոց ձորի մարզի խորքային, չորային հատվածի ճանապարհի փոշին փոքր ամպիկներով բարձրանում էր ամեն քայլի հետ, որ տիկին Իրենն անում էր դեպի ավտոբուսի կանգառը։ Նրա կոշտացած ձեռքերը ամուր բռնել էին մի կտորե պայուսակ, որտեղ պահում էր այն, ինչն այդ պահին իր համար ամենաթանկն էր՝ տնական հաց, փաթաթված ասեղնագործված սրբիչի մեջ, պատրաստված նույն բաղադրատոմսով, որը նրան սովորեցրել էր իր տատը տասնամյակներ առաջ։ Արը անողոքաբար այրում էր, բայց նա հազիվ էր զգում շոկը։ Նրա միտքը հեռու էր, անցնելով տարիներն ու հեռավորությունը, որը նրան բաժանում էր Գաբրիելից, իր միակ որդուց։ Գրեթե 7 տարի էր անցել այն օրվանից, երբ վերջին անգամ գրկել էր նրան։ 7 տարի էր անցել այն օրվանից, երբ երիտասարդը, այն ժամանակ ընդամենը 19 տարեկան, հեռացել էր Գառնի փոքրիկ քաղաքից դեպի Երան, խոստանալով, որ կվերադառնա, հենց որ կարողանա հաստատվել։ Սկզբում զանգերը հաճախակի էին։ Գաբրիելը պատմում էր շինարարության մեջ իր աշխատանքի մասին, երեկոյան դասընթացների մասին, որոնց հաճախում էր, իր երազանքների մասին, որոնք փայփայում էր։ Տիկին Իրենը լսում էր յուրաքանչյուր բառ, կարոտից սրտի կծկումով, բայց նա հպարտությունից ուռած։ Իր տղան ջանասեր էր, վճռական, տարբերվող շատ ուրիշներից, ովքեր հանձնվել էին ճանապարհի կեսին։ Ժամանակի ընթացքում զանգերը հազվադեպ դարձան։ Շաբաթականից դարձան ամսական, հետո եռամսյակային, մինչ որ դարձան ընդամենը Սուրբ ծննդյան բացիկներ։ Տիկին Իրենը երբեք չբողոքեց։ Նա հասկանում էր, որ մեծ քաղաքի կյանքը շտապողական է, լի պարտավորություններով, պարտականություններով։ Գաբրիելը կառուցում էր իր ապագան, դա էր կարորը։ Նա շարունակում էր ապրել իր պարզ տնակում, սպիտակեցված պատերով, հավերով լի բակով, ապրելով իր փոքրիկ բանջարանոցից ասեղնագործություններից, որոնք վաճառում էր կիրակի օրերին շուկայում։ Տիկին Հասմիկն էր, բամբասկոտ հարանուհին, ով արբանյակային ալեհավաք ուներ, ով նրան ցույց տվեց հաղորդումը։ Դա հաղորդում էր հաջողակ ձեռնարկատերերի մասին, այնտեղ էր Գաբրիելը, իր Գաբրիելը, այժմ կոչվում էր Գաբրիել Թավարյան Ռոդրիգեսյան, շինարարական ընկերության սեփականատեր, որը շքեղ շենքեր էր կառուցում Երանի կենտրոն համայնքում։ Տեսախցիկը ցույց էր տալիս մի շքեղ առանձնատուն, ոսկեզօծ դարպասներով, այգիներով, որոնք կարծես ամսագրից դուրս էին եկել։ Հաղորդավարը գովաբանում էր երիտասարդ գործարարի ուղին, ով գյուղից էր եկել մեկ տասնամյակից էլ պակաս ժամանակահատվածում կայսրություն էր ստեղծել։ Տիկին Իրենը հաղորդումը դիտեց 3 անգամ անընդմեջ, աչքերը լցված արցունքներով։ Իր տղան հաջողության էր հասել։ Իրականացրել էր բոլոր այն երազանքները, որոնք նա կիսել էր իր հետ այն գիշերներին, երբ նրանք լոբի էին ուտում ալյուրով ավելի լավ ապագա էին պլանավորում։ Բայց հպարտության հետ մեկտեղ տխրության ցավ էր գալիս։ Ինչու՞։ Նա երբեք չէր հրավիրել իրեն, ծանոթանալու իր նոր կյանքին։ Ինչու՞։ Նա երբեք չէր վերադարձել, տեսակցելու իրեն։ Արդյոք նա ամաչում էր իր պարզ մորից, համեստ տնից, կոշտացած ձեռքերից, որոնք դաստիարակել էին նրան։ Շաբաթներ շարունակ տիկին Իրենը պայքարում էր այդ մտքերի դեմ։ Իրեն ասում էր, որ հիմարություն է անում, որ Գաբրիելը հաստատ իր պատճառներն ուներ, որ մի օր նա անսպասելիորեն կհայտնվեր, ամեն ինչ կվերադառնար նախկինին։ Բայց կասկածն աճում էր ինչպես մոլախոտը, խեղդելով հույսը։ Այդ ժամանակ նա որոշում կայացրեց, գնալու էր Երան, այցելելու էր որդուն, կհագեցներ կարոտը, որը ցավում էր կրծքին, ինչպես բաց վերք։ 6 ամիս շարունակ յուրաքանչյուր դրամ խնայեց։ Ավելի շատ ասեղնագործություններ վաճառեց, ընդունեց կարել քաղաքի կանանց համար, ավելի շատ բանջարեղեն հավաքեց բանջարանոցից, տանելու շուկա։ Գումարը պահում էր մահճակալի տակ թաքնված թխվածքաբլիթի տուփի մեջ, հաշվելով վերահաշվելով ճմրթված թղթադրամները, ինչպես մեկը, ով մեծ բան է պլանավորում։ Երբ վերջապես հավաքեց բավականաչափ գումար, ավտոբուսի տոմսի մի քանի օրվա կացության համար, սկսեց պատրաստել նվերը։ Այդ առավոտ նրա կրած հացը պարզապես բաղադրատոմս չէր։ Այն կենդանի հիշողություն էր։ Գաբրիելը սիրում էր, երբ նա այն պատրաստում էր, դեռ երեխա ժամանակ։ Նա նստում էր խոհանոցի հատակին, դիտելով յուրաքանչյուր շարժում, խմորի հունցումը, հանգստի ժամանակը, փայտի վառարանի ճիշտ ջերմաստիճանը։ Ասում էր, որ մի օր, երբ հարուստ լինի, նրա համար նույնպիսի վառարան կկառուցի, միայն ավելի մեծ լավը։ Տիկին Իրենը ժպտաց հիշողությանը, մինչ բարձրանում էր ավտոբուսի մաշված աստիճաններով։
Ճանապարհը մինչ երան տեց գրեթե 12 ժամ։ Ավտոբուսը ցնցվում էր խորթուբորտ ճանապարհներին, կանգ էր առնում ճանապարհի յուրաքանչյուր փոքրիկ քաղաքում, լցվում դատարկվում էր ուղորներով, ովքեր բարձրանում էին կրելով պայուսակներ, երեխաներ, հույսեր։ Տիկին Իրենը ժամանակի մեծ մասն անցկացրեց պատուհանից դուրս նայելով, տեսնելով, թե ինչպես է բնապատկերը փոխվում չորային տարածքից դեպի կանաչապատ հողատարածք, մինչ հասան անտառապատ գոտուն, իր անվերջ եղեգնուտներով։ Ամեն անցած կիլոմետրը քայլ էր դեպի այն վերամիավորումը, որի մասին նա այնքան էր երազել։ Երբ վերջապես հասավ Երանի ավտոկայան, արդեն գիշեր էր։ Մեծ քաղաքի լույսերը նրան շփոթեցրին։ Ամեն ինչ այնքան տարբեր էր Գառնիից։ Ավտոմեքենաները շչում էին ամեն կողմից, մարդիկ վազում էին բոլոր ուղղություններով, շենքեր, որոնք կարծես դիպչում էին երկնքին։ Տիկին Իրենը պայուսակն ամուր սեղմեց կրծքին, իրեն փոքր կորած զգալով բետոնի շտապողականության այդ անսահմանության մեջ։ 3 տարբեր մարդկանց հարցրեց, թե ինչպես հասնել այն թաղամաս, որտեղ գտնվում էր Գաբրիելի առանձնատունը, նախքան հստակ ուղեցույցներ ստանալը։ Նա 2 ավտոբուս նստեց, սխալ տեղ իջավ, ոտքով հետ քայլեց 2 թաղամաս։ Նրա ոտքերը ցավում էին, ոտքերը ուռած էին հին կոշիկների մեջ։ Բայց երբ վերջապես տեսավ ոսկեզօծ դարպասները, որոնք ճանաչել էր հեռուստացույցից, ամբողջ հոգնածությունը կարծես անհետացավ։ Նրա սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա կարող էր լսել այն ականջներում։ Մոտեցավ դոմոֆոնին, դողացող ձեռքերով։ Սեղմեց կոճակը, սպասեց։ Կանացի ձայն, մեղմ, բայց սառը, պատասխանեց մյուս կողմից։ Է։ Ես տիկին Իրենն եմ։ Իրեն Ռոդրիգեսյանը։ Գաբրիելի մայրը։ Երկար դադար եղավ։ Տիկին Իրենը պատկերացրեց, որ մարդը կանչում է իր որդուն, տեղեկացնելով նրան սպասվող հրաշալի անակնկալի մասին։ Բայց երբ դարպասը վերջապես բացվեց, դա ընդամենը ճեղք էր, բավականաչափ, որպեսզի մի կին հայտնվեր։ Նա գեղեցիկ էր, շատ գեղեցիկ, ուղիղ, մուգ մազերը հավաքված էին էլեգանտ հանգույցում, հագին անթերի սպիտակ կոստյում։ Նրա աչքերը, սակայն, քարի պես կոշտ էին։ Տիկին, դուք, հավանաբար, սխալվում եք։ Այստեղ այդ անունով ոչ ոք չի ապրում։ Այո, ապրում է, աղջիկս։ Գաբրիել Թավարյան Ռոդրիգեսյանը։ Ես տեսա հեռուստացույցով։ Սա նրա տունն է։ Կինը տիկին Իրենին ուսումնասիրեց գլխից մինչ ոտքերը, հայացքը կանգ առնելով գունաթափ բարակ կտորից զգեստի, կարկատված կոշիկների, մաշված կտորե պայուսակի վրա։ Նրա քիթը գրեթե աննկատելիորեն կնճռոտվեց, կարծես տհաճ հոտ զգար։ Ահա, հասկացա։ Դուք, հավանաբար, հին ծանոթներից եք։ Իմ ամուսինը շատ բարեգործ է, միշտ օգնել է շատ մարդկանց գյուղից։ Բայց հիմա մենք զբաղված ենք։ Հավանաբար ավելի լավ է, որ դուք մեկ այլ օր վերադառնաք։ Ոչ։ Աղջիկս։ Ես նրա մայրն եմ։ Եկել եմ Գառնիից, տեսնելու նրան։ Նույնիսկ հաց եմ բերել, որը նա սիրում էր, երբ փոքր էր։ Տիկին Իրենը ձեռքը մեկնեց պայուսակով, փորձելով ցույց տալ նվերը, բայց կինը նույնիսկ չնայեց։ Նրա աչքերը, այժմ ավելի սառը, քան առաջ, հարված էին տիկնոջ դեմքին։ Լսեք, ես չգիտեմ, թե ինչ խառնաշփոթ եք ուզում առաջացնել, բայց սա այստեղ չի աշխատի։ Իմ ամուսինը շատ կարևոր հանդիպման մեջ է։ Նրան չի կարելի անհանգստացնել։ Բայց ես իսկապես նրա մայրն եմ, աղջիկս։ Ես ոչ մի խառնաշփոթ չեմ ուզում առաջացնել։ Ես պարզապես ուզում եմ տեսնել իմ տղային, այնքան ժամանակ է անցել։ Տիկին Իրենի ձայնը խեղդված էր։ Նա ամբողջ օրը ճանապարհորդել էր, անցել գրեթե 300 կիլոմետր, ամիսներ շարունակ գումար էր խնայել, ամեն ինչ այս պահի համար։ Եվ հիմա նա այնտեղ էր, իր սեփական որդու տան դռան մոտ, վերաբերվելով որպես ստախոս կամ ավելի վատ, որպես անհարմար մուրացկան։ Կինը անհամբերությամբ հառաչեց, շուրջը նայեց, կարծես ստուգելով, թե արդյոք ինչ-որ մեկը հետում է տեսարանին, վերջապես մի փոքր ավելի բացեց դարպասը։ Լավ։ Մտեք։ Բայց հետի մուտքով։ Եվ մնացեք խոհանոցում։ Ես կտեսնեմ, թե արդյոք կկարողանամ նրան տեղեկացնել, երբ հանդիպումն ավարտվի։ Հետի մուտքով։ Բայց ինչու։ Որովհետև այո։ Սա տան կանոնն է։ Աշխատակիցներն ու չհրավիրված հյուրերը մտնում են հետի կողմից։ Տիկին Իրենը լուր հետեց կնոջը, շրջանցելով առանձնատունը նեղ կողմնային արահետով։
Նրա կոշիկները չոր ձայն էին հանում հատակի զարդաքանդակ քարերի վրա, արձագանքելով գիշերվա մեջ, որպես իր անցանկալի ներկայության հիշեցում։ Ամեն քայլի հետ նա զգում էր նվաստացման ծանրությունը, որն աճում էր իր կրծքի մեջ, բայց կուլ էր տալիս շարունակում։ Ի վերջո, նա այնտեղ էր Գաբրիելի համար։ Ամեն ինչ արժեր, երբ վերջապես կարողանար գրկել նրան։ Հետի մուտքը ուղիղ տանում էր դեպի մի հսկայական խոհանոց, ավելի մեծ, քան տիկին իրենի ամբողջ տունը։ Դա փայլուն միջավայր էր, մինչ առաստաղ հասնող սպիտակ պահարաններով, մարմարյա սեղանածածկերով չժանգոտվող պողպատից կենցաղային տեխնիկայով, որոնք կարծես երբեք չէին օգտագործվել։ Ամեն ինչ այնքան մաքուր կազմակերպված էր, որ թվում էր ամսագրի տեսարան, ոչ թե մի վայր, որտեղ մարդիկ իսկապես ապրում պատրաստում էին։ Նստեք այնտեղ, ոչ մի բանի մի դիպչեք, հրամայեց կինը, ցույց տալով անկյունում գտնվող փայտե աթոռակը, մոտ դռանը, որը հավանաբար տանում էր դեպի մառան։ Տիկին Իրենը հնազանդվեց։ Պայուսակը դրեց ծնկներին դիտեց, մինչ կինը մանրակրկիտ շարժումներով լվանում էր ձեռքերը լվացարանում, կարծես կեղտոտ բանի դիպած լիներ։ Այնուհետ, ոչինչ չասելով, դուրս եկավ խոհանոցից, տիկնոջը մենակ թողնելով։ Լռությունը ջնշող էր։ Տիկին Իրենը կարող էր լսել իր սրտի բաբախյունը, հեռավոր վայրում գտնվող պատի ժամացույցի տկտկոցը, սառնարանի մեղմ ձայնը։ Նա շուրջը նայեց, փորձելով գտնել իր որդու հետքերը այդ տարածքում, ինչ-որ բան, որը կասեր նրան, որ Գաբրիելն այնտեղ է ապրում, որ նա երջանիկ է, որ դարձել է այն մարդը, ում մասին միշտ երազել էր։ Բայց ոչինչ չգտավ։ Ամեն ինչ անանձնական էր, սառը, չափազանց կատարյալ։ Այն, ինչը ժամեր թվաց, բայց ընդամենը 20 րոպե էր, կինը վերադարձավ։ Նա ավելի զայրացած արտահայտություն ուներ, քան առաջ։ Նա հիմա չի կարող իջնել։ Հանդիպումը մինչ ուշ գտի։ Դուք ստիպված կլինեք սպասել։ Լավ, աղջիկս։ Ես կսպասեմ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Կինը ձեռքերը կրծքին խաչեց, ուսումնասիրելով տիկին Իրենին, հետաքրքրության արամարանքի խառնուրդով։ Ինչպես էիք ասում, որ ձեր անունն է։ Իրեն։ Իրեն Ռոդրիգեսյան։ Իսկ դուք, աղջիկս։ Ինչպես է ձեր անունը։ Պատրիսիա։ Պատրիսիա Մենդոնցյան Ռոդրիգեսյան։ Ես Գաբրիելի կինն եմ։ Անհարմար դադար եղավ։ Տիկին Իրենը չգիտեր, որ որդին ամուսնացել է։ Նա երբեք ոչինչ չէր հիշատակել վերջին տարիների հազվադեպ զանգերի ժամանակ։ Նա ցավ զգաց, հասկանալով, թե որքան հեռու էր նրա կյանքից, որքան բան էր կորցրել։ Ահ, շատ լավ է, աղջիկս։ Շատ ուրախ եմ իմանալ։ Դուք երեխաներ ունեք։ Ոչ։ Եվ մենք մտադրություն չունենք մոտ ապագայում ունենալ։ Մենք կենտրոնացած ենք մեր կարիերաների վրա։ Պատրիսյան առանց թույլտվության վերցրեց պայուսակը տիկին Իրենի ծնկներից, բացելով այն զննելով պարունակությունը, տհաճությունից դեմքը ծուռ անելով։ Ինչ է սա։ Դա տնական հաց է։ Հատուկ Գաբրիելի համար եմ պատրաստել։ Նա սիրում էր, երբ երեխա էր։ Պատրիսյան բռնեց փաթաթված հացը երկու մատով, կարծես փտած բան լիներ, դրեց այն սեղանածածկի վրա, Իրենից հեռու։ Ինչ հետաքրքիր է։ Այստեղ մեր տանը մենք միայն օրգանական արհեստագործական արտադրանք ենք ուտում հավաստագրված հացատներից։ Բայց ես սա կպահեմ, որ հետո նրան ցույց տամ։ Տիկին Իրենը չկարողացավ խուսափել ժպիտից։ Նույնիսկ եթե Պատրիսյան չհասկանար այդ ժեստի արժեքը, Գաբրիելը կհասկանար։ Նա կիմանար, թե որքան սեր էր հունցված այդ խմորի մեջ, որքան քնքշություն էր թխված այդ ոսկեգույն կեղի մեջ։ Եվ դուք որտեղից էիք եկել։ Գառնիից։ Վայոց ձորի մարզի խորքային, չորային հատվածից։ Այստեղից գրեթե 300 կիլոմետր հեռու է։ Վայ, որքան հեռու։ Դուք ավտոբուսով եք եկել։ Այո։ Այսօր առավոտ շուտ եմ դուրս եկել այնտեղից։ Եվ որտեղ եք մտադիր մնալ։ Տիկին Իրենը դրա մասին լավ չէր մտածել։ Նա այնքան կենտրոնացած էր որդուն տեսնելու վրա, որ շատ գործնական մանրամասներ չէր պլանավորել։ Նա մի քիչ գումար ուներ պարզ պանսիոնատի համար, բայց գաղտնի հույս ուներ, որ Գաբրիելը կպնդեր, որ ինքը մնա առանձնատանը, գոնե մի քանի օրով։ Մտածեցի, որ գուցե կարող եմ այստեղ մնալ, քանի որ այսքան հեռվից եմ եկել։ Բայց եթե հնարավոր չէ, կարող եմ մոտակայքում մի փոքրիկ պանսիոնատ փնտրել։ Պատրիսյան կարճ անհուն ծիծաղեց։ Այստեղ։ Դուք ուզում եք այստեղ մնալ։
Լսեք, դա շատ բարդ կլիներ։ Մենք շատ կազմակերպված առօրյա ունենք, կարևոր այցելություններ ենք ստանում, իմ ամուսինը շատ անգամներ տնից է աշխատում։ Մենք չէինք կարողանա ձեզ պատշաճ կերպով տեղավորել։ Ես ոչ մի դժվարություն չեմ առաջացնի, աղջիկս։ Ես նույնիսկ կարող եմ օգնել խոհանոցում, մաքրության հարցում։ Ես միշտ շատ ձեռնահմուտ եմ եղել։ Պետք չէ։ Մենք թիմ ունենք դրա համար։ Եվ անկեղծ ասած, կարծում եմ, որ ձեզ համար ավելի լավ է իսկապես հյուրանոց փնտրել։ Ես կարող եմ խնդրել վարորդին, որ ձեզ տանի մի պատշաճ վայր։ Առայժմ մնացեք այնտեղ հանգիստ, ես կտեսնեմ, թե արդյոք Գաբրիելն արդեն ավարտել է։ Պատրիսյան նորից դուրս եկավ, տիկին իրենը զգաց, որ արցունքները սպառնում են թափվել։ Բայց նա խորը շունչ քաշեց, մի քանի անգամ թարթեց աչքերը հրաժարվեց լացել։ Ոչ այնտեղ։ Դեռ ոչ։ Երբ տեսներ Գաբրիելին, ամեն ինչ լավ կլիներ։ Նա կգրկեր իրեն, կբացատրեր, որ Պատրիսյան պարզապես բարդ, բայց բարի սիրտ ունեցող մարդ էր, կպնդեր, որ մայրը մնա, հպարտությամբ կցուցադրեր տան յուրաքանչյուր սենյակ։ Անցան 30 րոպե։ Տիկին իրենը մնաց աթոռակին, անշարժ, դիտելով գիշերը խոհանոցի պատուհանից։ Նա կարող էր տեսնել այգու մի մասը, լուսավորված ռազմավարականորեն տեղադրված դեղին լույսերով։ Հետում լողավազան կար, շրջապատված սպիտակ արային լաունջերով։ Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, այնքան տարբեր այն հողածածկ բակից, որը նա մաքրում էր ամեն առավոտ։ Երբ Պատրիսյան վերադարձավ, նա մի հասցե ուներ գրված թղթի վրա։ Լսեք, ես խոսեցի Գաբրիելի հետ։ Նա իսկապես շատ զբաղված է, խնդրեց, որ ես ամեն ինչ հոգամ։ Ահա մի լավ էժան հյուրանոցի հասցեն, այստեղից ոչ շատ հեռու։ Վարորդը ձեզ կտանի։ Վաղ առավոտյան, եթե նա ժամանակ ունենա, գուցե կարող եք հանդիպել արագ սուրճ խմելու ինչ-որ տեղ։ Բայց ես այստեղ եմ եկել, տեսնելու նրան, աղջիկս։ Չի։ Կարող լինել ընդամենը մի քանի րոպե այսօր։ Չի լինի։ Նա սպառված է։ Շատ դժվար աշխատանքային օր է ունեցել։ Նրան պետք է հանգստանալ։ Տիկին իրենը զգաց, որ հողը սահում է իր ոտքերի տակից։ Նա ամբողջ օրը ճանապարհորդել էր, ամիսներ շարունակ խնայել էր, աշխարհի ամենակնքշությամբ հաց էր պատրաստել, հիմա նրան ուղարկում էին հյուրանոց, որպես սովորական այցելու։ Ավելի վատ, որպես անհարմար այցելու։ Լավ, մրմնջաց թույլ ձայնով։ Կգնամ հյուրանոց։ Հրաշալի է։ Թողեք ձեր հեռախոսահամարը, որ վաղը կապ հաստատենք, պայմանավորվելու համար։ Ես հեռախոս չունեմ, աղջիկս։ Այնտեղ, Գառնիում, իմ փողոցում ծածկույթ չկա։ Ես հանրային հեռախոսն եմ օգտագործում, երբ պետք է ինչ-որ մեկին զանգեմ։ Պատրիսյան անհամբերությամբ աչքերը պտտեց։ Ինչ բարդ է։ Այդ դեպքում, վաղը մոտավորապես 10 ժամին եկեք այստեղ։ Հետի մուտքով նորից, խնդրում եմ։ Ես կտեղեկացնեմ Գաբրիելին, կտեսնենք, թե ինչ կարող ենք անել։ Մի մարդ, համազգեստով, հայտնվեց խոհանոցի դռան մոտ։ Դա վարորդն էր, մի երիտասարդ, լուրջ արտահայտությամբ։ Օսվալդ, տիկնոջը տարեք այս հյուրանոց։ Եվ արագ վերադարձեք, քիչ հետոս մեկ հանդիպում կլինի։ Տիկին իրենը դժվարությամբ բարձրացավ, ոտքերը թմրած այնքան ժամանակ նույն դիրքում մնալուց։ Վերցրեց պայուսակը, սկսեց քայլել դեպի ելքը, բայց կանգ առավ, հիշելով հացի մասին։ Աղջիկս, խնդրում եմ, հացը տուր Գաբրիելին։ Եվ ասա, որ այն շատ քնքշությամբ է պատրաստված։ Պատրիսյան նայեց սեղանածածկին, որտեղ թողել էր հացը, անորոշ կերպով գլխով արեց։ Իհարկե։ Թողեք։ Բայց այն պահին, երբ տիկին իրենը դուրս եկավ խոհանոցից, հետելով վարորդին, Պատրիսյան վերցրեց հացը, բացեց ներկառուցված աղբամանի կափարիչը, անկարծրիորեն նետեց այն ներս, այնուհետ մաքրելով ձեռքերը զզվանքի արտահայտությամբ։ Հյուրանոցը պարզ էր, բայց մաքուր, դեղնավուն պատերով, աղտահանիչի հոտով, որը տիկին իրենին հիշեցնում էր հիվանդանոցները։ Սենյակը փոքր էր, մեկտեղանոց մահճակալով, ծածկված շագանակագույն ծածկոցով, պատին կախված հին հեռուստացույցով, մանրակրթված լոգարանով։ Նա նստեց մահճակալի եզրին, վերջապես թույլ տվեց արցունքներին թափվել։ Նա լուռ լացեց մի քանի րոպե, ձեռքը բերանին, շնչահեղձությունը խեղդելու համար։ Լացեց սառը ընդունելության որդու հեռավորության, առանց իր իմացության դեն նետված հացի, գունաթափ բարակ կտորից զգեստի համար, որը թվում էր այնքան անտեղի փայլուն առանձնատանը։
Լացեց, որովհետև վստահ էր, որ ինչ-որ բան շատ սխալ էր, բայց չէր կարողանում հասկանալ, թե կոնկրետ ինչ։ Երբ վերջապես հանգստացավ, լվաց դեմքը լոգարանի լվացարանում, նայեց իրեն բծոտ հայելու մեջ իրեն խոստում տվեց, չէր հանձնվի։ Նա այստեղ էր եկել տեսնելու Գաբրիելին, կտեսներ Գաբրիելին, նույնիսկ եթե ստիպված լիներ սպասել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ էր։ Հաջորդ առավոտ արթնացավ օրվա առաջին լույսերի հետ։ Երկար լոգանք ընդունեց, հագավ իր միակ մյուս հագուստը, մուգ կապույտ կիսաշրջազգեստ ասեղնագործված սպիտակ բլուզ, սանրեց իր մոխրագույն մազերը հավաքեց դրանք կոկիկ հանգույցում։ Նա ուզում էր ներկայանալի լինել, երբ վերջապես հանդիպեր որդուն։ Ժամը ուղիղ 10-ին հասավ առանձնատուն։ Այս անգամ նույնիսկ չփորձեց մուտքի դարպասը։ Ուղիղ գնաց հետի կողմնային մուտքի մոտ թակեց խոհանոցի դուռը։ Մի քանի րոպե տեց, մինչ ինչ-որ մեկը պատասխանեց։ Դա մի երիտասարդ աղջիկ էր, վարդագույն համազգեստով, վախեցած աչքերով։ Բարի լույս, աղջիկս։ Ես տիկին Իրենն եմ, պարոն Գաբրիելի մայրը։ Տիկին Պատրիսիան ասաց, որ այսօր գամ։ Աղջիկը նյարդայնորեն հետ նայեց, կարծես սպասում էր, որ ինչ-որ մեկը ցանկացած պահի կհայտնվի։ Դուք ստիպված կլինեք սպասել։ Տիկին Պատրիսիան դեռ քնած է։ Լավ, ես կսպասեմ։ Աղջիկը թույլ տվեց տիկին Իրենին մտնել, բայց նույնիսկ մի բաժակ ջուր չառաջարկեց։ Տիկինը նստեց նույն աթոռակին, ինչ նախորդ օրը, մնաց այնտեղ, հանգիստ, դիտելով տան շարժը։ Աստիճանաբար, այլ սպասավորուհիներ սկսեցին հայտնվել։ Երկու աղջիկ, ովքեր կարծես հոգում էին մաքրության մասին, մի այգեգործ, ով արագ մտավ ինչ-որ բան վերցնելու համար դուրս եկավ, առանց նրան նայելու մի երիտասարդ, ով պետք է խոհարար լիներ։ Արդեն կեսօր էր անցել, երբ Պատրիսիան վերջապես իջավ։ Նա հագին ուներ սպիտակ մետաքսե խալաթ թանկարժեք քարերով հողաթափեր։ Նրա դեմքը անթերի շպարված էր, բայց նրա արտահայտությունը խորը զայրույթի էր։ Դուք դեռ այստեղ եք։ Կարծում էի, որ կսպասեք, մինչ ես զանգեմ։ Բայց դուք ասացիք, որ ժամը 10-ին գամ, աղջիկս։ Եվ ես հեռախոս չունեմ, որ դուք զանգեք։ Պատրիսիան դրամատիկորեն հառաչեց, սառնարանից վերցրեց հանքային ջրի շիշ ուղիղ խմեց շշի բերանից։ Լսեք, Գաբրիելը ստիպված էր այսօր շուտ դուրս գալ։ Արտակարգ դեպք աշխատանքում։ Մինչ գիշեր չի վերադառնա։ Տիկին Իրենը զգաց, որ սիրտը սեղմվում է։ Եվս մեկ ամբողջ օր սպասելուց ժամեր անհանգստության անորոշության։ Ես կարող եմ սպասել, աղջիկս։ Եթե հնարավոր է, իհարկե։ Պատրիսիան սառնասրտորեն նայեց նրան, կարծես գնահատելով, թե որքան անհարմարություն կառաջացներ այդ ներկայությունը։ Չգիտեմ, լավ գաղափար է։ Մենք այսօր շատ անելիք ունենք։ Բայց քանի որ դուք այսքան հեռվից եք եկել, ենթադրում եմ, որ կարող եք մնալ այստեղ։ Միայն թե ոչ ոքի մի խանգարեք խոհանոցից մի դուրս եկեք։ Հասկանալի։ Հասկանալի է, աղջիկս։ Շատ շնորհակալ եմ։ Ժամերը ձգվում էին տանջալից դանդաղությամբ։ Տիկին Իրենը մնաց աթոռակին, դիտելով սպասավորուհիների գալուստը գնալուստը, լսելով խոսակցությունների բեկորներ, փորձելով որսալ Գաբրիելի մասին որը տեղեկություն։ Կեսօրից հետո, մոտ 3-ին, սպասավորուհիներից մեկը, ամենաերիտասարդը, մոտեցավ նրան մի ափսե ուտելիքով։ Դուք, հավանաբար, քաղցած եք։ Մի քիչ մնացած ճաշ եմ բերել։ Աստված օրհնի քեզ, աղջիկս։ Շատ շնորհակալ եմ։ Տիկին Իրենը դանդաղ ուտում էր, վայելելով յուրաքանչյուր պատառը ոչ թե այն պատճառով, որ համեղ էր, այլ այն պատճառով, որ քաղցած էր։ Նա նախորդ գիշերվանից ոչինչ չէր կերել։ Մինչ ծամում էր, դիտում էր աղջկան, ով սպասարկել էր իրեն։ Նա 20-ից ավելի տարեկան չէր, բարի դեմք ու տխուր աչքեր ուներ։ Ինչպե՞ս է քո անունը, աղջիկս։ Նյուզա, տիկին։ Որքան ժամանակ է, ինչ այստեղ ես աշխատում, Նյուզա։ Մոտ 2 տարի։ Սկսեցի անմիջապես այն բանից հետո, երբ տերերն ամուսնացան։ Եվ ինչպիսին է այստեղ աշխատելը։ Նյուզան շուրջը նայեց, նախքան պատասխանելը, համոզվելով, որ մենակ են։ Աշխատանք է, չէ, տիկին։ Մենք անում ենք այն, ինչ կարող ենք։ Բայց շատ ծանր է։ Տիկին Պատրիսիան շատ պահանջկոտ է։ Պատկերացնում եմ։ Իսկ պարոն Գաբրիելը, ինչպիսին է նա։ Նյուզայի դեմքը մի փոքր լուսավորվեց։ Ահ, պարոն Գաբրիելը լավ մարդ է։
Միշտ քաղաքավարի, միշտ շնորհակալություն է հայտնում, երբ մենք ինչ-որ բան ենք անում։ Շատ տարբերվող տիրուհուց։ Բայց նա այնքան զբաղված է ապրում, որ հազիվ ենք տեսնում նրան տանը։ Շուտ է դուրս գալիս, ուշ է վերադառնում, երբեմն օրերով ճանապարհորդում է աշխատանքի։ Բերումով։ Տիկին Իրենը տխուր ժպտաց։ Գոնե մի լավ բան իմանալ, որ որդին պահպանել է այն կրթությունն ու բարությունը, որոնք նա սովորեցրել էր նրան։ Մյուզա, կարող եմ քեզ մի բան խնդրել։ Իհարկե, տիկին։ Երբ նա գա, կարող ես ինձ տեղեկացնել։ Խնդրում եմ։ Աղջիկը տատանվեց, գծելով ներքին շրթունքը։ Կփորձեմ, տիկին։ Բայց տիկին Պատրիսյան չի սիրում, որ մենք խառնվում ենք իր գործերին։ Եթե նա իմանա, որ ձեզ տեղեկացրել եմ, կարող եմ կորցնել աշխատանքս։ Ես հասկանում եմ, աղջիկս։ Ես չեմ ուզում ոչ ոքի համար խնդիրներ առաջացնել։ Օրը դանդաղ մտնեց։ Տիկին Իրենը տեսավ, թե ինչպես է արը մայր մտնում խոհանոցի պատուհանից, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով։ Երեկոյան ժամը 7-ի մոտ Պատրիսյան նորից հայտնվեց։ Նա հագնված էր դուրս գալու համար, էլեգանտ զգեստով զարդերով, որոնք փայլում էին խոհանոցի լույսերի տակ։ Դուք դեռ այստեղ եք։ Լսեք, Գաբրիելը զանգել է։ Այսօր չի կարողանա գալ։ Նա հենց գրասենյակում կքնի, որովհետև վաղ առավոտյան կարևոր ներկայացում ունի։ Ես խորհուրդ եմ տալիս վերադառնալ հյուրանոց վաղը նորից փորձել։ Եվս մեկ անգամ տիկին Իրենը կուլ տվեց, հիասթափությունը համաձայնեց։ Վերցրեց պայուսակը, պատրաստվեց դուրս գալ, երբ Պատրիսյան ավելացրեց անկարծրի ձայնով, որը չէր համապատասխանում խոսքերի դաժանությանը։ Եվ լսեք, ես ձեզ հետ անկեղծ կլինեմ, տիկին։ Ես չգիտեմ, թե ինչ եք մտադիր հասնել այստեղ այսպես հայտնվելով։ Գաբրիելը թողել է անցյալը։ Նա կառուցել է նոր կյանք, լավ կյանք։ Հին բաները փորփրելը միայն անհարմարություն կառաջացնի բոլորի համար։ Տիկին Իրենը կանգ առավ դռան մոտ, դանդաղ շրջվեց։ Ես պարզապես ուզում եմ տեսնել իմ որդուն, աղջիկս։ Միայն դա։ Ես այստեղ չեմ եկել ոչինչ խնդրելու, չեմ եկել խնդիրներ առաջացնելու։ Ես պարզապես ուզում եմ նրան գրկել, իմանալ արդյոք նա լավ է, արդյոք երջանիկ է։ Պատրիսյան ձեռքերը կրծքին խաչեց, հայացքն էլ ավելի սառը։ Նա երջանիկ է։ Շատ երջանիկ։ Եվ նա լավ է։ Ավելի լավ, քան երբե եղել է։ Նա ունի բարգավաճող ընկերություն, աջակցող կին, նախանձելի սոցիալական դիրք։ Նրան ուրիշ ոչինչ պետք չէ։ Հատկապես ոչ մի հիշողություն այն կյանքից, որը նա այդքան պայքարել է հաղթահարելու համար։ Խոսքերը հարվածեցին տիկին Իրենին, ինչպես հարվածներ որովայնին։ Նա ուզում էր բղավել, ուզում էր ասել, որ այն կյանքը, որը որդին այդքան պայքարել էր հաղթահարելու համար, այն կյանքն էր, որը նա տվել էր նրան սիրով, զոհաբերությամբ, նվիրումով։ Նա ուզում էր ասել, որ յուրաքանչյուր կերակուր, որը դրել էր սեղանին, յուրաքանչյուր կարկատան, որը արել էր նրա հագուստներին, յուրաքանչյուր խորհուրդ, որը շնչել էր նրա կասկածների գիշերներին, այդ ամենը մաս էր կազմում այն մարդու կառուցմանը, ում Գաբրիելը դարձել էր։ Բայց նա ոչինչ չասաց։ Պարզապես գլուխը կախեց դուրս եկավ։ Վերադառնալով հյուրանոց, տիկին Իրենը նստեց մահճակալին, ժամերով նայեց պատին։ Առաջին անգամ երան հասնելուց հետո նա մտածեց հանձնվելու մասին։ Վերադառնալ Գառնի, իր պարզ տնակ, իր հավերին, իր բանջարանոց։ Ծածնել, որ երբեք չէր տեսել հաղորդումը, որ երբեք չէր իմացել առանձնատան մասին, որ Գաբրիելը, ով գոյություն ուներ իր հիշողության մեջ, միակ Գաբրիելն էր, որը կարոր էր։ Բայց ինչ-որ բան իր ներսում, մի համառություն, որը նա ժառանգել էր իր մորից տատից, հրաժարվում էր ընդունել այդ պարտությունը։ Երրորդ օրը ինչ-որ բան փոխվեց։ Երբ տիկին Իրենը հասավ առանձնատուն, Պատրիսյան նրան դիմավորեց անսպասելի առաջարկով։ Լսեք, քանի որ դուք այդքան եք պնդում մնալ այստեղ, ես մի գաղափար ունեմ։ Ինձ պետք է ինչ-որ մեկը, ով կօգնի խոհանոցում առաջիկա օրերին։ Մենք կարոր ընթրիք ենք տալու, խոհարարուհին 3 հրաժարական տվեց։ Ինչպես կլինի, եթե դուք մնաք օգնեք։ Այսպես դուք կլինեք այստեղ, երբ Գաբրիելը մի քիչ ժամանակ ունենա, դուք բնականաբար կհանդիպեք։ Տիկին Իրենին երկար մտածել պետք չէր։ Ընդունում եմ, աղջիկս։ Այո, ընդունում եմ։ Ես կարող եմ անել այն, ինչ անհրաժեշտ է։ Պատրիսյան ժպտաց, բայց դա բարի ժպիտ չէր։
Դա այն մարդու ժպիտն էր, ով հենց նոր լուծել էր մի նյարդայնացնող խնդիր։ Հրաշալի է։ Մյուզանգը ցույց տա, թե որտեղ կարող եք պահել ձեր իրերը։ Հետում մի փոքրիկ սպասավորական սենյակ կա։ Կարող եք օգտագործել, մինչ այստեղ եք։ Սենյակը մանրակրթված էր, տեղ կար միայն նեղ մահճակալի, փոքր պահարանի բարձր փոքրիկ պատուհանի համար, որը հազիվ էր թույլ տալիս լույսին ներս մտնել։ Բայց տիկին Իրենին դա չանհանգստացրեց։ Նա իր որդու տանն էր։ Դա էր կարորը։ Հաջորդ օրերին նա անխոնջ աշխատեց։ Արթնանում էր արածակից առաջ, օգնելու նախաճաշ պատրաստել, կեսօրերն անցկացնում էր մաքրելով, բանջարեղեն մաքրելով, մառանները կազմակերպելով։ Ամեն ինչ անում էր գրեթե կրոնական խնամքով, հույս ունենալով, որ ինչ-որ պահի, անկյուն անցնելիս կամ աստիճաններով բարձրանալիս, վերջապես կհանդիպի Գաբրիելին։ Բայց օրերն անցնում էին, ոչինչ։ Պատրիսյան միշտ պատճառ ուներ։ Ամուսինը դուրս էր եկել նախաճաշից առաջ։ Նա չափազանց ուշ էր եկել նախորդ գիշեր։ Նա աշխատում էր երկրորդ հարկի գրասենյակում, նրան չէր կարելի ընդհատել։ Նա հյուրանոցում էր քնել, քանի որ չափազանց շատ էր խմել գործնական ընթրիքի ժամանակ։ Մի հատկապես շոգ կեսօրի, մինչ գրադարանում փոշին էր մաքրում, տիկին Իրենը գտավ մի բան, որը ստիպեց նրա սրտին արագ բաբախել։ Թաքնված դեկորացիայի գրքերի մեջ, որոնք ակնհայտորեն երբեք չէին բացվել, մի հին լուսանկարների ալբոմ կար, մաշված կաշվե շապիկով դեղնած էջերով։ Դողացող ձեռքերով բացեց ալբոմը։ Եվ այնտեղ էր նա։ Իր փոքրիկ Գաբրիելը։ Լուսանկարներից մեկում նա մոտ 5 տարեկան էր, ոտաբոբիկ էր բակում, բռնած փայտե սայլակը, որը նա ինքն էր պատրաստել նրա համար։ Մեկ այլում նա մոտ 8 տարեկան պետք է լիներ, դպրոցական համազգեստով, որը նա Լվանում արդուկում էր ամեն գիշեր։ Մի լուսանկար կար, որտեղ նա գրկած էր իրեն եկեղեցու հունիսյան տոնի ժամանակ, երկուսն էլ ժպտում էին, նա իր լավագույն զգեստով, իսկ նա ծղոտե գլխարկով։ Տիկին Իրենը նստեց գրադարանի հատակին, ալբոմը ծնկներին, թույլ տվեց արցունքներին ազատորեն թափվել լուսանկարների վրա։ Այնտեղ էր ապացույցը, որ իր կյանքը աննշան չէր եղել, որ այդ դժվար, բայց սիրով լի տարիները մոռանալու կամ ժխտելու բան չէին։ Այնտեղ էր իր տղան, նախքան աշխարհը նրան կվերածեր Գաբրիել Թավարյան Ռոդրիգեսյանի։ Նա այնքան խորասուզված էր հիշողություններում, որ չլսեց Պատրիսիայի մուտքը։ Նա միայն նկատեց նրա ներկայությունը, երբ կինը բռնությամբ խլեց ալբոմը նրա ձեռքերից։ Ինչ եք կարծում, թե ինչ եք անում։ Ո՞վ է ձեզ թույլ տվել դիպչել այս տան իրերին։ Կներեք, աղջիկս։ Ես պարզապես մաքրում էի, պատահաբար գտա։ Սրանք Գաբրիելի մանկության լուսանկարներն են։ Նայեք, թե ինչքան գեղեցիկ էր նա։ Պատրիսյան լուսանկարներին նայեց զզվանքի արտահայտությամբ, կարծես անպարկեշտ բան տեսներ։ Ինչ սարսափելի է։ Նայեք այդ հագուստների վիճակին։ Եվ այդ տունը հետում, կարծես խրճիթ լինի։ Դա մեր տունն էր, աղջիկս։ Համեստ, բայց սիրով լի։ Սերը հաշիվներ չի վճարում, տիկին Իրեն։ Եվ այդ ծիծաղելի լուսանկարները չեն համապատասխանում այն մարդուն, ով Գաբրիելն է այսօր։ Նա հարգված գործարար է, հաճախում է լավագույն վայրերը, ճանաչում է քաղաքի ամենաազդեցիկ մարդկանց։ Ոչ ոքի պետք չէ իմանալ, որ նա այսպիսի վայրից է եկել։ Բայց սխալ բան չկա հիշելու, թե որտեղից ենք եկել, աղջիկս։ Դա մեզ համեստ է պահում։ Պատրիսյան սկսեց պոկել լուսանկարները ալբոմից, մեկ առ մեկ, կիսելով դրանք կտրուկ շարժումներով։ Ոչ։ Խնդրում եմ, մի արեք դա։ Դրանք միակ լուսանկարներն են, որոնք կան։ Տիկին Իրենը փորձեց վերցնել կտորները, բայց Պատրիսյան ուժով հեռացրեց նրան, շարունակելով մանրակրկիտ ոչնչացնել պատկերները։ Նա պատռեց Գաբրիելի լուսանկարը փայտե սայլակով։ Նա պատռեց հունիսյան տոնի լուսանկարը։ Նա պատռեց նրա լուսանկարը դպրոցական համազգեստով։ Նա պատռեց ամեն ինչ համակարգված կերպով, մինչ տիկին Իրենը աղաչում էր լացում։ Երբ ավարտեց, կտորները նետեց հատակին, ինչպես կոնֆետի։ Պատրաստ է։ Հիմա ոչինչ չկա հիշելու համար։ Եվ եթե ես ձեր տեղը լինեի, կդադարեի խառնվել այնտեղ, որտեղ ձեզ չեն կանչել։ Դուք այստեղ եք աշխատելու համար, ոչ թե անցյալը փորփրելու։ Պատրիսյան դուրս եկավ գրադարանից, տիկին Իրենին թողնելով ծնկաչոք հատակին, հավաքելով լուսանկարների բեկորները, կարծես դրանք իր սեփական հոգու բեկորներ լինեին։
Նա փորձեց միացնել դրանք, տեսնելու, թե արդյոք կարող է վերականգնել գոնե մեկ ամբողջական պատկեր, բայց դա անհնար էր։ Ամեն ինչ կոտրված էր, անճանաչելի։ Այդ գիշեր, պառկած մանրակրթված սենյակում, տիկին Իրենը լրջորեն մտածեց հեռանալու մասին։ Նա այնտեղ ցանկալի չէր։ Նրան նվաստացնում էին, փոքրացնում, ջնջում։ Եվ ավելի վատ, նրա որդին նույնիսկ չգիտեր, որ նա այնտեղ էր։ Կամ գիտեր չէր ուզում տեսնել նրան, ինչն ավելի ցավալի էր մտածելու համար։ Բայց հաջորդ առավոտ անսպասելի բան տեղի ունեցավ։ Նյուզան վաղ առավոտյան մտավ սենյակ, շտապողականությունից աչքերը լայն բացված։ Տիկին Իրեն, պետք է խոսեմ ձեզ հետ։ Բայց պետք է արագ գաղտնի լինի։ Ինչ է պատահել, աղջիկս։ Նյուզան գրպանից հանեց բջջային հեռախոս։ Ես պարոն Գաբրիելի բջջային հեռախոսի համարը գտա։ Այստեղ է։ Դուք կարող եք փորձել ուղիղ նրան զանգել։ Բայց պետք է հիմա լինի, որովհետև տիկին Պատրիսիան գնացել է սրահ 2 ժամից կվերադառնա։ Տիկին Իրենը դողացող ձեռքերով վերցրեց բջջային հեռախոսը։ Նա նայեց էկրանի թվերին, սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ ցավում էր։ Նա դանդաղ հավաքեց, կրկնակի ստուգելով յուրաքանչյուր թիվ։ Հեռախոսը զանգեց 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ։ Երբ նա արդեն պատրաստվում էր անջատել, մի տղամարդու ձայն պատասխանեց։ Մի ձայն, որը նա կճանաչեր աշխարհի ցանկացած վայրում, նույնիսկ 7 տարի անց։ Ալո։ Գաբրիել։ Որդիս, դու ես։ Մյուս կողմից շփոթված դադար եղավ։ Ո՞վ է խոսում։ Ես եմ, որդիս։ Քո մայրը։ Տիկին Իրենը։ Եվս մեկ դադար, այս անգամ ավելի երկար։ Տիկին Իրենը կարող էր լսել ձայներ հետին պլանում, գրասենյակի աղմուկ, ինչ-որ մեկը կանչում էր Գաբրիելին հանդիպման։ Մա, իր։ Ինչպես ստացար իմ համարը։ Կարոր չէ, որդիս։ Ես այստեղ եմ։ Երանում։ Քո տանը։ Եկել եմ տեսնելու քեզ։ Ինչպես թե տանս ես։ Ես չեմ հասկանում։ Եկել եմ տեսակցության, որդիս։ Այնքան ժամանակ է անցել։ Այնքան էի կարոտել։ Քո կինը թույլ տվեց մնալ, օգնելու խոհանոցում, բայց դեռ չեմ կարողացել տեսնել քեզ։ Գաբրիելի ձայնը ավելի հեռու դարձավ, կարծես նա հեռախոսը հեռացրել էր ականջից, ինչ-որ մեկի հետ խոսելու համար։ Լսեք, մայր, հիմա լավ ժամանակ չէ։ Ես շատ կարևոր հանդիպման մեջ եմ։ Ես ձեզ ավելի ուշ կզանգեմ, լավ։ Մենք ճիշտ կխոսենք։ Բայց որդիս, ես պետք է խոսեմ քեզ հետ։ Ես պետք է տեսնեմ քեզ։ Ես գիտեմ։ Հետո կխոսենք։ Ես պետք է անջատեմ հիմա։ Ցտեսություն։ Զանգն անջատվեց, նախքան տիկին Իրենը կկարողանար ավելին ասել։ Նա երկար րոպեներ նայեց բջջային հեռախոսի էկրանին, փորձելով մարսել այն, ինչ հենց նոր տեղի էր ունեցել։ Նա իսկապես զարմացած չթվաց։ Երջանիկ չթվաց։ Պարզապես անհանգիստ թվաց։ Նա թույլ ժպիտով վերադարձրեց հեռախոսը Նյուզային։ Շնորհակալ եմ, աղջիկս։ Դու շատ բարի ես։ Բայց կես ժամ անց Պատրիսյան սրահից վերադարձավ ինչպես փոթորիկ։ Նա մտավ սենյակ, առանց թակելու, աչքերը զայրույթից կայծկլտում էին։ Ո՞վ է ձեզ թույլ տվել օգտագործել հեռախոսը։ Ո՞վ է ձեզ տվել իմ ամուսնու համարը։ Տիկին Իրենը լուռ մնաց, բայց Պատրիսիային պատասխան պետք չէր։ Նրա հայացքը սրբեց սենյակը, կանգ առավ Նյուզայի վրա, ով փորձում էր թաքնվել դռան հետում։ Դու էիր, չէ՞։ Դու նրան տվեցիր հեռախոսը։ Տիկին Պատրիսիա, ես պարզապես մտածեցի, որ ձեզ չեմ վճարում մտածելու համար։ Ձեզ վճարում են աշխատելու հրամաններին հետելու համար։ Վերցրեք ձեր իրերը, հեռացեք իմ տնից հիմա։ Ոչ, խնդրում եմ։ Նյուզան սկսեց լացել։ Ինձ պետք է այս աշխատանքը։ Ես փոքրիկ աղջիկ ունեմ պահելու։ Պետք է դրա մասին մտածեիք նախքան այս տան կանոնները խախտելը։ Դուրս։ Հիմա։ Պատրիսյան հրամայական մատով ցույց տվեց դուռը։ Նյուզան հուսահատ հայացք նետեց տիկին Իրենի վրա, նախքան իր իրերը վերցնելու համար դեպի իր սենյակ վազելը։ Տիկին Իրենը բարձրացավ, զգալով մի քաջություն, որը չգիտեր, որ դեռ ուներ։
Մեղքը նրա չէր, աղջիկս։ Իմն էր։ Ես խնդրեցի։ Նա պարզապես բարի էր հեռվից եկած տիկնոջ հետ։ Ինձ չի հետաքրքրում, թե ում մեղքն էր։ Սա իմ տունն է, այստեղ ամեն ինչ արվում է իմ ձով։ Իսկ ինչ վերաբերում է ձեզ, կարծում եմ, որ ավելի լավ է մտածեք, թե երբ եք հեռանալու։ Ես կհեռանամ, երբ տեսնեմ իմ որդուն։ Միայն դա։ Հետո կարող եք ինձ հեռացնել, ես ուրախ կգնամ։ Պատրիսյան դառը ծիծաղեց։ Ձեր որդին չի ուզում տեսնել ձեզ, տիկին Իրեն։ Դեռ չեք հասկացել։ Նա հետ չզանգեց, չիջավ ձեզ հանդիպելու, ոչ մի ջանք չգործադրեց։ Նա թողել է անցյալը։ Եվ դուք այդ անցյալի մասն եք։ Խոսքերը մտրակի հարվածների պես էին, բայց տիկին Իրենը մնաց ամուր։ Եթե նա չի ուզում տեսնել ինձ, ես ուզում եմ դա լսել նրա բերանից։ Ոչ թե ձեր։ Կլսեք։ Շուտով, կլսեք։ Պատրիսյան դուռը շրխկացրեց։ Տիկին Իրենը նստեց նեղ մահճակալին, դեմքը թաղեց ձեռքերի մեջ։ Մի քանի րոպե անց նա լսեց մի մեղմ թակոց։ Դա Նյուզան էր, ձեռքին փոքր ճամպրուկ լացից կարմրած աչքեր։ Եկա հրաժեշտ տալու, տիկին Իրեն։ Կգնամ քրոջս տուն, մինչ նոր աշխատանք գտնեմ։ Կներես ինձ, աղջիկս։ Ես երբեք չեմ ուզեցել քեզ համար խնդիրներ առաջացնել։ Մեղքը ձեր չէր, տիկին։ Իմն էր, խառնվելու համար։ Բայց չեմ զղջում։ Դուք չեք արժանի այսպես վերաբերվելու։ Եվ եթե խորհուրդ եք ուզում, հեռացեք այստեղից։ Այս տունը բարի սիրտ ունեցող մարդկանց տեղը չէ։ Երկուսը արագ գրկախառնվեցին, նախքան Նյուզան վերջին անգամ դուրս կգար։ Տիկին Իրենը մենակ մնաց սենյակում, զգալով մենության ծանրությունը, ինչպես երբեք առաջ։ Հաջորդ օրերն էլ ավելի դժվար էին։ Առանց Նյուզայի նրան ուղեկցելու, տիկին Իրենը աշխատում էր բացարձակ լռության մեջ։ Մյուս սպասավորուհիները վախենում էին խոսել նրա հետ այն բանից հետո, ինչ տեղի էր ունեցել։ Պատրիսյան անընդհատ հետում էր նրան, քննադատելով յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր կատարված առաջադրանք։ Մի կեսօրի, մինչ խոհանոցում կարտոֆիլ էր մաքրում, լսեց Պատրիսիայի հեռախոսազրույցը հարան սենյակում։ Այո, ուրբաթ օրը ընթրիք ենք տալու։ Մոտ 50 հյուր։ Նահանգապետը հաստատել է ներկայությունը, մի քանի պատգամավորներ նույնպես։ Դա կլինի ամսվա իրադարձությունը։ Ինձ պետք է, որ ամեն ինչ կատարյալ լինի։ Տիկին Իրենը հույսի մի փոքրիկ կայծ զգաց։ Եթե մեծ խնջույք էր լինելու, ապա Գաբրիելը հաստատ ներկա կլիներ։ Վերջապես նա կկարողանար տեսնել նրան, նույնիսկ եթե հեռվից։ Հինգշաբթի երեկոյան Պատրիսյան գոհունակ արտահայտությամբ մտավ խոհանոց։ Վաղը շատ կարևոր խնջույք կլինի այստեղ։ Առաջին կարգի մարդիկ։ Դուք կմնաք փակված ձեր սենյակում։ Ես չեմ ուզում, որ դուք հայտնվեք այնտեղ, չեմ ուզում, որ ոչ ոք ձեզ տեսնի։ Հասկանալի է։ Բայց աղջիկս, ես կարող եմ օգնել սպասարկել, մաքրել, ինչ անհրաժեշտ է։ Պետք չէ։ Ես արդեն պրոֆեսիոնալ մատուցողներ եմ վարձել։ Դուք մնում եք սենյակում, վերջ։ Եվ Գաբրիելը կլինի։ Խնջույքին։ Իհարկե կլինի։ Դա նրա տունն է։ Այդ դեպքում ես կուզենայի տեսնել նրան, աղջիկս։ Նույնիսկ եթե պարզապես արագ գրկեմ խնջույքից առաջ։ Պատրիսյան մոտեցավ, դեմքը տիկին Իրենի դեմքից սանտիմետրեր հեռու, ձայնը ցածր սպառնալից։ Դուք վաղը չեք մոտենա իմ ամուսնուն։ Դուք չեք ամաչեցնի նրան մեր հյուրերի առաջ։ Դուք չեք փչացնի այն երեկոն, որը ես ամիսներ շարունակ պլանավորել եմ։ Դուք հանգիստ կմնաք ձեր անկյունում, վերջ։ Ուրբաթ օրը տիկին Իրենին տարան սենյակ, ճաշից անմիջապես հետո։ Նա լսեց բանալու շրջադարձը դրսից։ Նա փակված էր։ Նա նստեց մահճակալին, փորձեց հանգստացնել իր սիրտը, որը արագ բաբախում էր։ Բարձր փոքրիկ պատուհանից նա կարող էր տեսնել, թե ինչպես է երկինքը նարնջագույն դառնում մայրամուտի հետ։ Երբ գիշերն առաջանում էր, նա սկսեց լսել խնջույքի ձայները։ Երաժշտություն էր հնչում, ձայներ էին ծիծաղում, բաժակների զրնգոց, աշխույժ խոսակցությունների շշուկներ։ Եվ այդ ամենի մեջ, ժամանակ առ ժամանակ, մի տղամարդու ձայն, որը ստիպում էր նրա սրտին ցատկել։ Գաբրիել։ Նրա որդին այնտեղ էր, մի քանի մետր հեռավորության վրա, բայց ամբողջովին անհասանելի։
Նա պառկած մնաց մահճակալին, ձեռքերը կրծքին, փորձելով չլացել։ Ինչ-որ պահի երաժշտությունը փոխվեց։ Սկսեց հնչել հին մեղեդի, մի երգ, որը նա սովորաբար երգում էր Գաբրիելի համար, երբ նա փոքր էր դժվարանում էր քնել։ Արդյոք նա հիշում էր։ Արդյոք այդ երաժշտությունը նույնպես նրան տեղափոխում էր այդ պարզ, բայց երջանիկ գիշերներ։ Նա բարձրացավ մահճակալից, քայլեց դեպի դուռը։ Նա դռան բռնակը փորձեց պարզ ռեֆլեքսով, առանց ակնկալիքի։ Բայց իր զարմանքին, դուռը շարժվեց։ Պատրիսիան, հավանաբար, մոռացել էր այն ճիշտ փակել խնջույքի նախապատրաստությունների շտապողականության մեջ։ Տիկին Իրենը մի պահ կանգնած մնաց, դիտարկելով իր տարբերակները։ Նա կարող էր մնալ այնտեղ, հնազանդ, անտեսանելի։ Կամ կարող էր օգտվել այդ հնարավորությունից, գուցե վերջինից, տեսնելու իր որդուն։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչ անցել էր վերջին օրերին։ Նվաստացումները, արցունքները, աղբի պես վերաբերվելու զգացումը։ Եվ որոշեց, որ չի կարող բաց թողնել այդ հնարավորությունը։ Նա դանդաղ բացեց դուռը, դուրս եկավ։ Միջանցքը դատարկ էր։ Բոլոր սպասավորները, հավանաբար, զբաղված էին խնջույքով։ Նա բարձրացավ նկուղի աստիճաններով դեպի հիմնական հարկ, անձայն քայլերով։ Երբ հասավ սրահ, տեսավ բազմությանը դահլիճներում։ Կանայք երկար զգեստներով փայլուն զարդերով, տղամարդիկ սմոքինգներով, մատուցողներ շրջում էին շամպայնի նախուտեստների սկուտեղներով։ Նա արագ վերադարձավ սենյակ, բացեց իր փոքր ճամպրուկը։ Այնտեղ էր կապույտ զգեստը։ Նույնը, որը կրել էր Գաբրիելի հարսանիքին 7 տարի առաջ։ Դա նրա միակ հատուկ զգեստն էր, խնամքով պահված մետաքսե թղթի մեջ։ Այն ուներ ժամանակի մի քանի բիծ, որոնք չէին անցել, բայց դեռ գեղեցիկ էր։ Նա զգուշորեն հագավ այն, սանրեց մազերը, որքան կարողացավ, խորը շունչ քաշեց։ Երբ վերադարձավ սրահ, կանգ առավ գլխավոր դահլիճի մուտքի մոտ։ Նրա աչքերը սրբեցին բազմությունը, մինչ գտան նրան։ Գաբրիելը դահլիճի կենտրոնում էր, շրջապատված կարևոր մարդկանցով։ Նա հագին ուներ անթերի սմոքինգ, մազերը լավ կտրված էին, կեցվածքը վստահ։ Նա այնքան տարբեր էր այն տղայից, ում նա դաստիարակել էր, բայց մինույն ժամանակ անսխալաբար նա էր։ Տիկին Իրենը չհամարձակվեց մոտենալ։ Նա մնաց այնտեղ, թաքնված դեկորատիվ սյան հետում, պարզապես դիտելով նրան։ Նա ծիծաղում էր ինչ-որ բանի վրա, որ ինչ-որ մեկը ասել էր, ժեստեր էր անում, պատմություն պատմելիս, ընդունում էր շնորհավորանքներն ու գովեստները։ Նա երջանիկ էր թվում։ Նա թվում էր, թե պատկանում էր շքեղության նրբագեղության այդ աշխարհին։ Արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով։ Սիրո, հպարտության, կորստի արցունքներ։ Իր տղան մեծացել էր, դարձել հաջողակ մարդ։ Բայց այդ ընթացքում նա կորցրել էր նրան։ Դա մի շիկահեր կին էր, կարմիր զգեստով, ով առաջինը նկատեց նրան։ Նա աննկատելիորեն ցույց տվեց տիկին Իրենին շշնջաց ինչ-որ բան կողքի մարդուն։ Շուտով մի քանի գլուխներ շրջվեցին դեպի գունաթափ կապույտ զգեստով տիկինը, ով չէր համապատասխանում շքեղ միջավայրին։ Տիկին Իրենը հասկացավ, որ բացահայտվել է։ Նրա առաջին մղումը փախչելն էր, արագ վազել սենյակ, ծածնել, որ ոչինչ չի եղել։ Բայց նրա ոտքերը կարծես կպած լինեին հատակին։ Եվ այնուհետ Պատրիսիան հայտնվեց, դուրս գալով բազմությունից, ինչպես օձը, որը պատրաստվում էր հարձակվել։ Ինչ եք կարծում, թե ինչ եք անում այստեղ։ Ես չէի ասել, որ սենյակում մնաք։ Նրա ձայնը ցածր էր, բայց թունավոր։ Նա ուժով բռնեց տիկին Իրենի թը, երկար եղունգները մխրճելով բարակ մաշկի մեջ։ Ես պարզապես ուզում էի տեսնել իմ որդուն, աղջիկս։ Պարզապես հեռվից տեսնել նրան։ Ես ոչ ոքի չէի անհանգստացնի։ Չափազանց ուշ է դրա համար։ Արդեն անհանգստացնում եք։ Պատրիսիան սկսեց քաշել տիկին Իրենին դեպի ելքը, բայց տիկինը դիմադրեց։ Առաջին անգամ այդ տուն հասնելուց հետո ինչ-որ բան իր ներսում հրաժարվեց հրվել, փոքրացվել, ջնջվել։ Բաց թող ինձ։ Ես իրավունք ունեմ այստեղ լինելու։ Ես այս տան տիրոջ մայրն եմ։ Նրա ձայնը ավելի բարձր դուրս եկավ, քան մտադիր էր։ Մի քանի մարդ դադարեց խոսել, նայեց նրանց ուղղությամբ։ Անհարմար լռություն սկսեց տարածվել դահլիճում, ինչպես յուղի բիծ։ Պատրիսիան բաց թողեց տիկին Իրենի թը, մեկ քայլ հետ արեց, ամբողջովին փոխելով իր կեցվածքը։ Նրա դեմքը ստացավ կատարելապես փորձված զարմանքի, անհանգստության արտահայտություն։
Աստված իմ, տիկին Իրեն։ Դուք նորից այստեղ եք։ Մենք արդեն խոսել ենք դրա մասին։ Դուք չեք կարող այսպես հայտնվել։ Հյուրերից մեկը, միջին տարիքի կին, մարգարտե վզնոցով, հետաքրքրությամբ մոտեցավ։ Պատրիսիա, սիրելիս, ո՞վ է այդ տիկինը։ Պատրիսյան դրամատիկորեն հառաչեց, կարծես շատ նուրբ իրավիճակի հետ գործ ունենար։ Դա բարդ իրավիճակ է։ Նա մի քանի տարի առաջ աշխատում էր այստեղ, մեր տանը։ Ցավոք, նա որոշ խնդիրներ զարգացրեց մոլուցք դարձավ իմ ամուսնու նկատմամբ։ Նա պնդում է, որ նրա մայրն է, երբեմն հայտնվում է այստեղ, խառնաշփոթ առաջացնելով։ Դա ճիշտ չէ։ Տիկին Իրենը փորձեց բողոքել, բայց Պատրիսյան շարունակեց խոսել, ձայնը քաղցր, բայց ամուր։ Մենք փորձել ենք օգնել նրան տարբեր ձերով։ Նույնիսկ բուժում ենք վճարել։ Բայց նա շարունակում է վերադառնալ։ Իսկապես շատ տխուր է։ Ավելի շատ մարդիկ մոտեցան, շրջան կազմելով երկու կանանց շուրջ։ Տիկին Իրենը նայեց այդ բոլոր անծանոթ դեմքերին, բոլորն իրեն դատում էին, բոլորը հավատում էին Պատրիսիայի տարբերակին։ Նա իրեն փոքր, ծիծաղելի, խենթ զգաց։ Ես խենթ չեմ։ Ես Գաբրիելի մայրն եմ։ Եկել եմ Գառնիից, տեսնելու նրան։ Նույնիսկ հաց եմ բերել, որը նա սիրում էր, երբ երեխա էր։ Մարդիկ կարեկցանքով անհարմարությամբ հայացքներ փոխանակեցին։ Նրանցից մեկը շշնջաց մյուսին, որ դա պետք է Ալցհայմեր լինի կամ նման բան։ Այդ ժամանակ Գաբրիելը հայտնվեց, ճանապարհ բացելով բազմության միջով։ Երբ նրա աչքերը կանգ առան տիկին Իրենի վրա, ինչ-որ բան արագ անցավ նրա դեմքով։ Զարմանք։ Ճանաչում։ Մեղք։ Բայց դա տեց ընդամենը մեկ վայրկյան, նախքան նրա արտահայտությունը ամբողջովին կփակվեր։ Ինչ է կատարվում այստեղ։ Պատրիսյան անմիջապես մոտեցավ նրան, ձեռքը պաշտպանողաբար դնելով նրա թին։ Սեր, կներես։ Նորից այդ կինն է։ Ես արդեն պատրաստվում էի լուծել։ Չէի ուզում, որ դու անհանգստանաս։ Գաբրիելը նայեց տիկին Իրենին։ Նրանց աչքերը հանդիպեցին, մի պահ տիկինը վստահ էր, որ նա ճանաչել էր իրեն։ Նա վստահ էր, որ նա ինչ-որ բան կասեր, կբացատրեր բոլորին, թե ով է ինքը, կգրկեր իրեն ներողություն կխնդրեր այդ սարսափելի թյուրիմացության համար։ Բայց նա ոչինչ չասաց։ Պարզապես շարունակեց նայել, դեմքը անթափանցելի դիմակ։ Որդիս, ես եմ։ Քո մայրը։ Տիկին Իրենը։ Չես հիշում։ Նրա ձայնը թույլ էր, կոտրված։ Գաբրիելը շեղեց հայացքը, անկարող ուղիղ նայել նրան։ Ես կարծում եմ, որ դուք շփոթված եք։ Ես երբեք ձեզ չեմ տեսել իմ կյանքում։ Խոսքերը թափվեցին տիկին Իրենի վրա, ինչպես եռացող ջուր։ Հատակը կարծես անհետացավ նրա ոտքերի տակից։ Նա ստում էր։ Իր սեփական որդին ուրանում էր իրեն բոլոր այդ մարդկանց առաջ։ Ինչպես կարող ես դա ասել։ Ես քեզ մեծացրել եմ։ Քեզ ուտելիք եմ տվել, երբ ինձ համար չկար։ Ես լվացել եմ քո հագուստները, հոգացել եմ քո մասին, երբ հիվանդ էիր։ Ինչպես կարող ես ինձ ուրանալ։ Պատրիսյան մեկ քայլ առաջ արեց, կանգնելով Գաբրիելի տիկին Իրենի միջ։ Բավական է։ Դուք ծիծաղելի տեսարան եք ստեղծում։ Սա ոչ տեղն է, ոչ ժամանակը։ Նա նորից բռնեց տիկին Իրենի թից, այս անգամ էլ ավելի ուժով։ Նա սկսեց քաշել նրան դեպի ելքը, մինչ տիկինը փորձում էր ազատվել։ Պայքարի ընթացքում կապույտ զգեստը սկսեց պատռվել։ Սկզբում դա պարզապես կտորի փոքր ձայն էր, որը զիջում էր, բայց Պատրիսյան չկանգնեց։ Նա շարունակեց քաշել, զգեստը ավելի ու ավելի պատռվեց։ Խնդրում եմ, մի պատռեք իմ զգեստը։ Տիկին Իրեն աղաչեց, արցունքները հիմա ազատորեն հոսում էին։ Դա այն ամենն է, ինչ ես ունեմ։ Իմ կյանքի ամենաերջանիկ օրվանից։ Իմ որդու հարսանիքից։ Բայց Պատրիսյան չկանգնեց։ Զայրույթի պոռթկումով նա երկու ձեռքով բռնեց կտորը դաժանորեն պատռեց այն, տիկին Իրենին թողնելով մերկ ուսերով մարմնի շուրջ կախված զգեստով, ինչպես պատանք։ Դահլիճում բացարձակ լռություն էր։ Բոլոր հյուրերը սարսափած դիտում էին տեսարանը, չիմանալով, թե ինչ անել կամ ասել։ Տիկին Իրենը փորձեց ծածկվել ձեռքերով, նվաստացումն ավելի մեծ էր, քան ցանկացած ֆիզիկական ցավ, որը նա կարող էր զգալ։ Այդ ժամանակ Գաբրիելը շարժվեց։
Նա քայլեց դեպի այնտեղ, որտեղ երկու կանայք էին, անցավ ուղիղ Պատրիսիայի կողքով, կանգնեց տիկին իրենի դեմ առ դեմ։ Նա հույսով նայեց նրան, սպասելով, որ վերջապես նա կպաշտպանի իրեն, կխոստովանի, թե ով է ինքը։ Փոխարենը Գաբրիելը նրան նրբորեն, բայց ամուր բռնեց առաջնորդեց դեպի մուտքի դուռը։ Նա ոչ մի բառ չասաց։ Պարզապես քայլեց նրա հետ միջանցքով, մինչ բոլորը լուռ դիտում էին։ Երբ հասան դռանը, նա բացեց այն ժեստ արեց, որ նա դուրս գա։ Տիկին իրենը կանգ առավ շեմին, վերջին անգամ նայեց նրան։ Դու գիտես, թե ով եմ ես, շշնջաց նա։ Գիտեմ, որ գիտես։ Գաբրիելը աչքերը կախեց, անկարող դիմակայելու մոր հայացքին։ Կներեք, մայր, ասաց նա մեղմորեն։ Բայց սա ավելի լավ կլինի բոլորի համար։ Եվ փակեց դուռը։ Տիկին իրենը մի քանի րոպե կանգնած մնաց արջի այգում, դողալով ոչ թե ցրտից, այլ ցնցումից։ Հետո սկսեց քայլել։ Նա չգիտեր, թե ուր էր գնում։ Պարզապես քայլում էր, էլիտար թաղամասի լուսավորված փողոցներով, ոտաբոբիկ, որովհետև կորցրել էր իր կոշիկները խառնաշփոթի ինչ-որ պահին, պատրված զգեստը կախված էր մարմնից, ինչպես պատանկ։ Ի վերջո մի տաքսի կանգ առավ նրա կողքին։ Վարորդը, բարի դեմքով տարեց տղամարդ, հարցրեց, արդյոք նրան օգնություն է պետք։ Տիկին իրենը տվեց հյուրանոցի հասցեն, մտավ մեքենան։ Տղամարդը հարցեր չտվեց, պարզապես լուր վարեց, երբեմն անհանգիստ հայացքներ նետելով հետի հայելու միջով։ Հյուրանոցում ընդունարանի աշխատողը նրան նայեց զարմանքով, կարեկցանքով, բայց նույնպես ոչինչ չհարցրեց։ Պարզապես տվեց սենյակի բանալին, առաջարկեց ծածկոց։ Վերադառնալով իր պարզ սենյակ, տիկին իրենը վերջապես փլուզվեց։ Նա նստեց հատակին, լացեց, ինչպես չէր լացել տարիներ առաջ ամուսնու մահից հետո։ Լացեց մերժման, նվաստացման, պատրված զգեստի համար, որը ներկայացնում էր որդու հետ իր կապի վերջին երջանիկ հետքը։ Լացեց, մինչ արցունքներ չմնացին, մինչ կոկորդը ցավեց, մինչ ամբողջ մարմինը ցավեց։ Երբ վերջապես դադարեց, արդեն լուսադեմ էր։ Նա դժվարությամբ բարձրացավ, հանեց պատրված զգեստը, զգուշորեն ծալեց այն, կարծես դեռ արժեք ուներ։ Դրեց այն ճամպրուկի հատակին։ Հետո նստեց մահճակալին, նայեց պատին, մինչ արը ծագեց։ Վերադարձի ճանապարհը դեպի Գառնի լանդշաֆտների մի աղոթություն էր, որը տիկին իրենը հազիվ էր գրանցում։ Նա նստեց նույն տեղում, պատուհանի մոտ, բայց այս անգամ դուրս չնայեց։ Նա հայացքը հառել էր իր ձեռքերին, այդ կոշտացած ձեռքերին, որոնք այնքան էին աշխատել Գաբրիելին մեծացնելու համար, նրան ավելի լավ կյանք տալու համար, նրան մի ապագայի համար պատրաստելու համար, որն այժմ ամբողջովին բացառում էր նրան։ Երբ ավտոբուսը վերջապես կանգ առավ Գառնիում, արդեն գիշեր էր։ Փոքրիկ քաղաքը հանգիստ էր, տներում միայն մի քանի լույսեր էին վառվում։ Տիկին իրենը իջավ ավտոբուսից, դանդաղ քայլեց դեպի իր տունը, յուրաքանչյուր քայլը կապարի պես ծանր։ Դուռը ջռած բացվելիս, ձայնը արձագանքում էր ամայի փողոցում։ Տունը ճիշտ այնպես էր, ինչպես նա թողել էր, բայց այլ կերպ էր թվում։ Ավելի դատարկ, ավելի սառը։ Պատերը, որոնք նախկինում երջանիկ հիշողություններ էին պահում, հիմա պարզապես պատեր էին թվում։ Վառարանը, որտեղ նա պարզ, բայց սիրով պատրաստված կերակուրներ էր պատրաստում, հիմա պարզապես մի առարկա էր։ Ամեն ինչ կորցրել էր իր իմաստը։ Հաջորդ օրերին տիկին իրենը հազիվ էր դուրս գալիս մահճակալից։ Տիկին Հասմիկը, հարանուհին, մի քանի անգամ թակեց դուռը, բայց նա չպատասխանեց։ Բակի հավերը աննպատակ քչքչում էին, բանջարանոցը սկսեց չորանալ, անխնամության պատճառով։ Ասեղնագործության պատվերները կուտակվեցին, բայց նա ոչ մի ասեղի չդիպավ։ Նա դադարեց գնալ շուկա կիրակի օրերին։ Նա դադարեց հաճախել պատարագին։ Նա դադարեց խոսել այն քիչ մարդկանց հետ, ովքեր դեռ փորձում էին այցելել նրան։ Նա դարձավ ստվեր իր սեփական տանը, մեխանիկորեն շարժվելով մահճակալի խոհանոցի մեջ, ուտելով միայն այնքան, որ չուշագնացվեր, անվերջ քնելով, կարծես ուզում էր փախչել մի իրականությունից, որն անտանելի էր դարձել։ Շաբաթներ անցան այսպես։ Այգին, որը նախկինում նրա հպարտությունն էր, դարձավ թփուտ։ Պատուհանները փակ մնացին, նույնիսկ շոգին։ Տունը, որը սովորաբար թարմ հացի ծաղիկների հոտ էր բուրում, հիմա բորբոսի լքվածության հոտ էր բուրում։ Մինչդեռ Երանում Գաբրիելը նույնպես փոխվել էր։ Այդ սարսափելի գիշերից հետո ինչ-որ բան նրա ներսում ճաքել էր։ Նա փորձում էր շարունակել իր առօրյան, գնում էր հանդիպումների, գործարքներ էր կնքում, ժպտում էր խնջույքներին։
Բայց գիշերները, երբ մենակ էր, տեսնում էր մոր դեմքը։ Լսում էր նրա աղաչող ձայնը։ Տեսնում էր, թե ինչպես է զգեստը կրկին։ Ու կրկին պատրվում իր մղձավանջներում։ Պատրիսյան նկատում էր փոփոխությունը, բայց դա մեկնաբանում էր որպես ժամանակավոր թուլություն։ Դու արեցիր այն, ինչ պետք է անեիր, ասում էր նա։ Այդ կինը խնդիրներ էր առաջացնում։ Դու ճիշտ գործեցիր։ Բայց Գաբրիելը չէր կարողանում իրեն համոզել դրանում։ Նա սկսեց խուսափել Պատրիսիայից, աշխատել ավելի ուշ, պատճառներ հորինել, տանը չլինելու համար։ Նրանց միջ հեռավորությունն արագ աճեց, լցված անհարմար լռություններով, մակերեսային խոսակցություններով։ Մի գիշեր, մենակ իր գրասենյակում, Գաբրիելը որոշեց վերանայել առանձնատան անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները։ Նա պետք է իմանար։ Նա պետք է հասկանար, թե իրականում ինչ էր տեղի ունեցել այդ օրերին, երբ իր մայրն այնտեղ էր։ Այն, ինչ նա տեսավ, ոչնչացրեց նրան։ Նա տեսավ Պատրիսիային, թե ինչպես է հացը նետում աղբաման, առանց անգամ կտորը բացելու։ Նա տեսավ իր մորը, թե ինչպես են նրան դնում խոհանոցում, որպես սպասավորուհի։ Նա տեսավ ամենօրյա նվաստացումները, դաժան կատակները, մշտական արամարանքը։ Նա տեսավ Պատրիսիային, թե ինչպես է պատռում իր մանկության լուսանկարները, մինչ իր մայրը ծնկաչոք աղաչում էր։ Եվ նա տեսավ ավելին։ Նա տեսավ իրեն բջջային հեռախոսով, այդ շտապ զանգի ժամանակ, երբ նա ազատել էր մորը, առանց անգամ հարցնելու, թե ինչպես է նա, որքան ժամանակ կմնա, արդյոք ինչ-որ բան է պետք։ Նա տեսավ իր սեփական վախկոտությունը, իր սեփական ժխտումը, իր սեփական ամոթը, թե որտեղից էր եկել։ Այդ գիշեր Գաբրիելը չքնեց։ Նա նստած մնաց գրասենյակում մինչ լուսադեմ, պատկերները կրկին ու կրկին անցնում էին նրա մտքով։ Երբ առը ծագեց, նա որոշում էր կայացրել։ Նա իջավ այն սենյակ, որը կիսում էր Պատրիսիայի հետ, սկսեց իր իրերը հավաքել ճամպրուկի մեջ։ Նա արթնացավ աղմուկից շփոթված նստեց մահճակալին։ Ինչ ես անում։ Ես գնում եմ։ Ինչպես թե գնում ես։ Ուր։ Գառնի։ Ես կգնամ մորս մոտ ներողություն կխնդրեմ ծնկաչոք, եթե անհրաժեշտ լինի։ Պատրիսյան անհավատալի ծիծաղեց։ Դու կատակում ես, չէ՞։ Այդ խենթ ծեր կնոջ պատճառով։ Մի խոսա նրա մասին այդպես։ Եվ նա խենթ չէ։ Նա իմ մայրն է։ Այն կինը, ով ինձ մեծացրել է, ով ամեն ինչ զոհաբերել է ինձ համար։ Եվ ես ուրացա նրան։ Ուրացա, թե ով եմ ես։ Գաբրիել, դու ծիծաղելի ես։ Մտածիր, թե ինչ ես անում։ Մտածիր այն ամենի մասին, ինչ մենք կառուցել ենք։ Քո ընկերությունը, քո հեղինակությունը, մեր սոցիալական դիրքը։ Դու ամեն ինչ դեն կնետես։ Ես ոչինչ դեն չեմ նետում։ Ես պարզապես ճանաչում եմ այն, ինչն իսկապես կարևոր է։ Եվ դա սա չէ։ Նա շուրջը ցույց տվեց, շքեղ սենյակին, ամբողջ առանձնատանը։ Եթե դու հիմա դուրս գաս այս դռնից, մի վերադարձիր։ Ես ամուսնալուծություն եմ ուզում։ Լավ։ Կարող ես պատրաստել փաստաթղթերը։ Պատրիսյան ցնցված էր։ Նա սպասում էր, որ սպառնալիքը ստիպեր նրան նահանջել, ինչպես միշտ լինում էր։ Բայց այս անգամ Գաբրիելը վճռական էր։ Նա ավարտեց ճամպրուկի հավաքումը, վերցրեց մեքենայի բանալիները դուրս եկավ։ Նա հետ չնայեց։ Ճանապարհը մինչ գառնի տեց գրեթե 6 ժամ։ Գաբրիելը լուր վարեց, սիրտը ավելի ու ավելի արագ բաբախում էր, երբ մոտենում էր։ Ինչ կասեր նա նրան։ Ինչպես կարող էր բացատրել անբացատրելին։ Ինչպես կարող էր ներողություն խնդրել այդքան խորը դավաճանության համար։ Երբ վերջապես հասավ փոքրիկ քաղաք, մի քանի մարդու հարցրեց, թե որտեղ է տիկին Իրենի տունը։ Բոլորը ճանաչում էին նրան, բայց բոլորն էլ անհանգստությամբ նշեցին, որ նա լավ չէ, որ նա ամբողջովին մեկուսացել էր ճանապարհորդությունից վերադառնալուց հետո։ Նա մեքենան կայանեց պարզ տնակի դիմաց մի քանի րոպե նստած մնաց այնտեղ, քաջություն հավաքելով։ Վերջապես իջավ քայլեց դեպի դուռը։ Նա մեղմ թակեց։ Պատասխան չեղավ։ Նա նորից թակեց, ավելի ուժեղ։ Դեռ ոչինչ։ Իր։ Ես եմ։ Գաբրիելը։ Խնդրում եմ, բացեք դուռը։ Նա սպասեց։ Նա լսեց դանդաղ քայլեր մյուս կողմից։ Դուռը մի ճեղք բացվեց, այնտեղ էր նա։ Իր մայրը։
Բայց նրա այնքան փոքրացած տարբերակը, որ Գաբրիելը հազիվ էր ճանաչում նրան։ Նա շատ էր նիհարել, դեմքը գունատ էր խորը, աչքերը անփայլ։ Մայր։ Տիկին Իրենը երկար պահ նայեց նրան, անարտահայտ։ Հետո սկսեց դանդաղ փակել դուռը։ Գաբրիելը ձեռքը դրեց դռան վրա, թույլ չտալով, որ այն ամբողջովին փակվի։ Խնդրում եմ։ Թույլ տվեք ներս մտնել։ Թույլ տվեք բացատրել։ Ոչինչ չկա բացատրելու։ Կա։ Ես պետք է խոսեմ ձեզ հետ։ Ես պետք է ներողություն խնդրեմ։ Ներողությունը ոչինչ չի փոխի։ Ես գիտեմ։ Բայց պետք է փորձեմ։ Տիկին Իրենը բաց թողեց բռնակը հեռացավ։ Գաբրիելը մտավ փակեց դուռը իր հետից։ Տունը անկարգ էր, կեղտոտ, ամբողջովին տարբեր այն կազմակերպված բուրավետ տնից, որը նա հիշում էր մանկությունից։ Բայց նա ոչինչ չասաց։ Պարզապես հետեց մորը մինչ հյուրասենյակ։ Նա նստեց ճոճվող աթոռին, պատուհանի մոտ, նույն տեղում, որտեղ սովորաբար ասեղնագործում էր կեսօրերին։ Գաբրիելը ծնկի իջավ նրա կողքի հատակին գլուխը դրեց մոր ծնկներին, ինչպես անում էր, երբ երեխա էր ինչ-որ խնդիր ուներ։ Եվ այնուհետ լացեց։ Լացեց, ինչպես չէր լացել մանուկ ժամանակից։ Լացեց իր կատարած դավաճանության, իր պատճառած ցավի, իր կորցրած տարիների, իր ստեղծած հեռավորության համար։ Լացեց այն ամենի համար, ինչն այլս չէր կարող վերականգնել։ Տիկին Իրենը երկար ժամանակ անշարժ մնաց։ Նա չհրեց որդուն, բայց նա չշոյեց նրան։ Պարզապես թույլ տվեց, որ նա լացի, իր սեփական դեմքը զսպված ցավի դիմաc։ Շատ րոպեներ անց, գրեթե կես ժամից հետո, նա վերջապես շարժեց ձեռքը։ Դանդաղ, շատ դանդաղ, մատները անցկացրեց որդու մազերով։ Մի ժեստ, որը այդքան բան էր պարունակում։ Սեր, որովհետև նա դեռ իր որդին էր։ Ցավ, որովհետև վերքը խորն էր։ Ներում, որովհետև նա մայր էր։ Տխրություն, որովհետև որոշ բաներ չեն ուղղվում, պարզապես սովորում են կրել։ Կներես, մայր։ Նա վերջապես կարողացավ շշնջալ։ Կներես ամեն ինչի համար։ Նա չպատասխանեց։ Պարզապես շարունակեց ձեռքը անցկացնել նրա մազերով, լռության մեջ։ Հաջորդ օրերին Գաբրիելը չվերադարձավ երան։ Նա զանգեց իր գործընկերոջը ասաց, որ անորոշ ժամանակով արձակուրդ կվերցնի։ Նա մնաց Գառնիում, մոր տանը։ Մաքրեց լքված այգին, կարգի բերեց կաթող տանիքը, ներկեց կեղած պատերը։ Նա պատրաստում էր նրա համար, նույնիսկ եթե նա շատ քիչ էր ուտում։ Նա նստում էր նրա կողքին կեսօրերին կարդում էր նրա համար, նույնիսկ եթե նա չէր թվում, թե լսում է։ Քիչ առ քիչ տիկին Իրենը սկսեց վերադառնալ։ Նա դեռ շատ չէր խոսում, բայց սկսեց ավելի լավ ուտել, ավելի հաճախ դուրս գալ սենյակից, նայել պատուհանից։ Մի օր Գաբրիելը նրան գտավ կարելիս։ Դա բարդ ասեղնագործություն չէր, պարզապես հին հագուստների պարզ կարկատաններ, բայց դա ինչ-որ բան էր։ Դա կյանք էր, որը քիչ առ քիչ վերադառնում էր։ Նա չէր փորձում ստիպել խոսակցություններ։ Նա չէր փորձում արդարացնել իր արածը։ Նա գիտեր, որ իր պատճառած վերքերը չափազանց խորն էին բառերի համար։ Այսպիսով, նա պարզապես մնում էր այնտեղ, ներկա, փորձելով գործողություններով վերականգնել այն, ինչ ոչնչացրել էր անգործությամբ։ Մի կեսօրի, մինչ միասին ջրում էին բանջարանոցը, որը նա նորից տնկել էր, տիկին Իրենը վերջապես խոսեց։ Ինչու՞։ Վերադարձար։ Որովհետև հասկացա, որ կորցրել էի ամենակարևորը։ Ոչ թե մեծ տունը, ոչ թե գումարը, ոչ թե սոցիալական դիրքը։ Ես կորցրել էի ձեզ։ Ես կորցրել էի, թե ով եմ ես իրականում։ Եվ ով ես դու։ Ես Գառնիի տիկին Իրեն Ռոդրիգեսյանի որդին եմ։ Եվ դա երբեք ամոթի պատճառ չպետք է լիներ։ Այն պետք է հպարտության պատճառ լիներ։ Նա ոչինչ ավելին չասաց, բայց Գաբրիելը տեսավ մեկ արցունք, որը իջնում էր մոր դեմքով։ Դա տխրության արցունք չէր, կամ գոնե ոչ միայն տխրության։ Դա թեթացման արցունք էր։ Հույսի։ Բուժման սկզբի։ Գաբրիելը երբեք չվերադարձավ երանի առանձնատուն։ Նա վաճառեց ընկերությունը, ստորագրեց ամուսնալուծության փաստաթղթերը, գումարի մեծ մասը նվիրաբերեց։ Նա գնեց մի պարզ տնակ իր մոր տան կողքին նորից սկսեց։ Նա սկսեց աշխատել որպես շինարարական վարպետ, օգտագործելով այն հմտությունները, որոնք սովորել էր կարիերայի սկզբում։
Նա հարուստ չէր, բայց նա պետք չէր լինել։ Ամեն առավոտ նա սուրճ էր խմում մոր տանը։ Նա նորից սկսել էր հաց թխել, նույն հին բաղադրատոմսով հացը, որը նա այնքան էր սիրում։ Նրանք միասին ուտում էին, քիչ խոսելով, բայց ներկա էին միմյանց համար։ Նա սովորել էր, որ ներկայությունն ավելի արժեքավոր է, քան խոստումները, որ այնտեղ լինելն ավելի կարևոր է, քան մեծ ժեստերը։ Նրանց միջվերքը երբեք ամբողջովին չփակվեց։ Երբեմն խոսակցության մեջ մի տարօրինակ լռություն էր իջնում, երկուսն էլ գիտեին, որ մտածում են այդ սարսափելի օրերի մասին։ Բայց նրանք սովորեցին ապրել սպիի հետ։ Այն այժմ նրանց մի մասն էր, մշտական հիշեցում, որ սերը պետք է պատվի, որ ընտանիքը ամոթալի բան չէ, որ որոշ սխալներ կարող են ներվել, բայց երբեք չմոռացվել։ Եվ որ ոչ բոլոր ներումները պետք է բարձրաձայն ասվեն։ Երբեմն դրանք քնքշությամբ պատրաստված հացի մեջ են։ Միասին խմած սուրճի մեջ։ Մազերով անցնող ձեռքի մեջ։ Լռության մեջ կիսված կեսօրերի մեջ։ Պարզապես այնտեղ լինելու փաստի մեջ, չնայած ամեն ինչին։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ տիկին Իրենի Գաբրիելի պատմությունը խորապես դիպավ ձեր սրտերին։ Երբեմն կյանքի ամենամեծ հարստությունները շքեղ առանձնատներում կամ կարևոր տիտղոսներում չեն, այլ նրանց պարզ սիրո մեջ, ովքեր մեզ մեծացրել են զոհաբերությամբ նվիրումով։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ երբեք ուշ չէ ճանաչել մեր սխալները, ձգտել վերամիավորվել մեր արմատների հետ։ Եթե այս պատմությունը հուզեց ձեզ, թողեք ձեր հավանումը տեսանյութին, կիսվեք մեկի հետ, ով պետք է լսի այս հաղորդագրությունը, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մենք պատրաստել ենք հատուկ երգացանք, նույնքան հուզիչ պատմություններով ընտանիքի, ներման նոր սկիզբների մասին։ Գտեք, սեղմելով այստեղ, կողքին։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային հարաբերությունների բարդությունը, ստիպում մեզ մտածել այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Մի բաց թողեք մեր հաջորդ բովանդակությունը պատմեք մեզ մեկնաբանություններում, արդյոք դուք երբևէ բախվել եք ընտանեկան օտարացման իրավիճակի։ Ինչպիսին էր ձեր վերամիավորման ճանապարհը։ Սպասում ենք ձեզ մեկնաբանություններում, կհանդիպենք հաջորդ պատմության մեջ։